Լուսարոտին շարունակվում է։ Մենք ապրում ենք այնպիսի մի իրականության մեջ, որ նայում ես օրինակ տեսահոլովակ են մարդիկ ստանում, թույն գոր մյուզիկա, մի խոսքով, ու միլիոնավոր դիտումներ ունի։ Էդի հաջողության գրավական է, թե ոչ։ Բայց ընդհանրապես չի սիրում, ցավոք սրտի մեր իրականության մեջ ունենք տեսահոլովակներ, գործեր, որոնք ունենում են միլիոնավոր դիտումներ, բայց ոնց սիրես ախր։ Բայց մենք խոսելու ենք ավելի լավ գործերից, ավելի տաղանդավոր մարդկանց հետ, ֆանտաստիկ երաժիշտների հետ, ովքեր ունեն նորություն տեսահոլովակ պրեմիերա, որը որ մեր հաղորդաշրջանակներում չի եղել, եւ մենք ուղենք այդ սխալը եւ այսօր դա կլինի։ Մեր հյուրերն են Բարբար Project-ի վոկալիստներ Վահե Մարգարյանը, բարի լույս, մարդու որը դժվար է արտանանում մեր նման, Լարա Պրազյանը, բարի լույս եւ պրոդյուսեր Ռաֆայել Ավետիսյանը։ Բարի լույս։ Լույս առավոտի, շնորհակալ ենք որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Շնորհակալություն, որ դրական էներգիայի հոսք է, դու հասկացար դա։ Մյուզիկով եք դուք զբաղվում, այլ ոչ թե այդպես կենտրոնանում եք փող աշխատեք։ Պետք է մնանք հավատարիմ սկզբունքներին եւ հաջողությունը պարտադիր միշտ գալու է։ Շատ լավ, բայց մի քիչ հետ գնանք, որովհետեւ Բարբար Project-ը, այսինքն project-ը եղել է, բայց ուրիշ անուն է ունեցել ու հետո երբ որ վերափոխվեց դարձավ Բարբար, այդ ամենում լավ առումով մեղավոր են հենց խմբի անդամները, որովհետեւ եթե չեմ սխալվում, խմբի անդամները ամեն մեկ տարբեր բարբարով են խոսում։ Մի քիչ եթե կարելի ավելի մանրամասն։ Իրականում է դա, ինչը կարելի է ասել որ հենց այդ գաղափարի շուրջ է ձևավորվել, մեղավորությունը կարելի է ասել բոլորինս այդ թվում հենց Ռաֆինը, որտեղ առաջարկը նաև հենց իր կողմից է եղել, այսինքն հավաքվել ենք մեր բոլորի Կիրովականցի, նոյեմբերանցի, brainstorming-ի, հա։ Ելով ունենք։ Այս բան ունենք Լենագանցի, Կիրովականցի, այսինքն Սերգոյինը շատ մեր գիտարիստները շատ տարբեր են ծնված է նոյեմբերյանում, բայց քանի որ բաբան աշխատել է բանում Սերգոյի կենսագրությունը Վանաձորում է աշխատել, պես ինքը Վանաձորի ու նոյեմբերյանի բաներ խառնուրդ այսպես ասած։ Իրականում ունենք նաև էլի ընկերներ, ովքեր էլի տարբեր մարզերից են, ինչ-ինչ պատճառներով մի արդեն մենք ուրիշ համագործակցություններ ունենք։ Այդ կտրված կոր Սերգոյի պապան Աֆրիկայում աշխատեր, Սերգոն ասել Սևանար չէր, էլի։ Դե բարբար կունենար ընձիկ թվա Աֆրիկայի, ինչ որ կողմերից Աֆրիկա-հայ բարբար կունենար։ Իրականում պես նույնիսկ տեսեք Լարան փորձի կարագան խոսա, մեկ-մեկ մեր հավեսին կնի։ Բայց Լարա դուք որտեղից եք։ Ես չունեմ բարբար, բայց իրանց հետ շփվելով արդեն ունեմ։ Դու արդեն ունես բարբար։ Բայց չեմ կարող ասեմ ինչ բարբարա, որովհետև սենց սա խառնել եմ իրար։ Դուք ծննդով Երևանից եք։ Չէ, Աբովյանում եմ ծնվել, տենց բայց չունեմ բարբար, էլի այնտեղ։ Բարբար Project-ն այսօր առանձնանում է իր հետաքրքիր եւ յուրահատուկ երաժշտական ձեռագրով, ինչպես կբնութագրեք ձեր երաժշտությունը մի քանի բառով։ Ես մինչև այդ բնութագրելը մի բան էլ կուզենայի ավելացնել, որ բացի նրանից, որ անդամներն են տարբեր բարբառով խոսում, մենք նաև երաժշտություն ենք ստեղծում հենց մեր հայկական տարբեր բարբառներով։ Այսինքն վերցրել ենք այսպես ասած երկու ուղղություն, մեկը հենց տեսահոլովակի ուղղությունն է, այդ փոփ երաժշտությունը, մյուսը էթնո հայկական երաժշտությունն է, որը մեր մատուցմամբ ենք մեր գործիքավորման մատուցում հանրությանը, դրա համար այնտեղից էլ տարբեր բարբառներով, համ շենահայերենով, էլ Արևմտյան Հայաստանի տարբեր գավառների բարբառներից վերցնում ենք երգեր եւ փորձում ենք մեր ձևով մատուցել։ Հենց բարբար նաեւ այդ իմաստով է դրվել project-ի անունը։ Վերադարձ արմատներ կարելի է։ Այո։ Բայց որն է ձեր համար ավելի հարազատ, այսինքն էթնո ոճն ավելի, որը որ հարազատ է ձեզ, թե պես փոփը ավելի ինքնա։ Չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի, բայց երկուսի մեջ էլ կարողանում ենք ըստիս տեղավորվել, որովհետև երկուսն էլ շատ սիրում ենք ու ինչը շատ սիրում ենք, ստացվում է, դրա համար չեմ կարող տարբերություն էլի դնել։ Ես չեմ երգում, ճիշտ է, իրանք են երգում, բայց կարող եմ ասել, երբ որ իրանք երգում են, ես ինչ եմ զգում, հա։ Այսինքն, երբ որ կատարում են նմանատիպ երաժշտություն, փոփ երաժշտություն, ես զգում, թե ինչքան իրանց հոգեհարազատ է, այսինքն իրանց թե կերպարին, թե ոճայինին, իրանք ինչքան են մտնում դրա մեջ, հա։ Բայց երբ որ երգում են արդեն հենց էթնո մեր հայկական երաժշտությունը,
ես իրանց դեմքի արտահայտությունից ես հասկանում եմ, որ մենք գնացինք դեպի անցյալ ու ես ուրախանում եմ, որ ամեն մի ստեղծագործության մեջ ես իրանց տեսնում եմ, հենց իրանց եմ տեսնում տարբեր ժամանակահատվածներում։ Ավելի պարտավորեցնող է, ոնց որ այդ ոճում ելույթ ունեն։ Թույլտվությամբ կարելի Այս հուզվել, փշակավել, բան այդ գործերը կատարելուց այդ շատ կարևոր է, էլի։ Քանի մենք մեր էթնո պրոյեկտից խոսանք, սիրելիներս, լսեք Զարզենգան մեր կատարմամբ, լսեք Ալի Աշունա մեր կատարմամբ ու սպասեք նորությունների էլի էթնոյի մեջ։ Ու ընդհանրապես լսեք իրենց կատարման բոլոր գործերից, եթե ուզում եք ձեր իվենթը թույնացնի, կանչեք իրենց, ոնց ես Շատ բազմաժանր, ես նոր եկամ գովազդել։ Իրականում կոմերցիոն երաժշտություն էլ ունենք հենց հարսանեկան այսպես ասած միջոցառումների համար, էլի մոտենում ենք մեր ձևով, բայց այդ համն ու հոտը հարսանեկան տաշտոշի չի կորում, էլի։ Դա էլ ենք կատարում, բայց ավելի, չգիտեմ, էլի մեր մոտեցմամբ ավելի ձեր քիչ առաջ նշած այդ ցենզը չենք անցնում էլի։ Շատ լավ։ Եվ խոսենք միանգամից երկից տեսահոլովակից, ինչպես ծնվեց գաղափարը եւ այդպես շարունակ։ Դե եթե հավաքում եմ գաղափարի շուրջ Ավետ Բարսեղյան, չէ՞։ Մարտին Միրզոյան։ Թող պատմեն դե էլի։ Ֆանտաստիկ է ստացվում։ Ես մի բան ասեմ, էլի, այնքան հաճելի է, որ նախ դիտել եք, շատ լավ տեղեկացված եք տեսահոլովակից, ուսումնասիրել եք, որովհետև այս ընթացքում շատ-շատերի մոտ ենք եղել, ու շատ հաճելի է, որ սեփական նախաձեռնությամբ են հրավիրում, էլի, որովհետև շատ-շատ տեղեր զանգում են, դիմում են վայրանում, հա մենք չենք զանգել, բաց են գաղտնիքներ ու սեփական նախ շատ հաճելի է, շատ գնահատված ենք մենք սկզբում, այն որ ավելի է պարտավորեցնում եմ այդտիպ գործերը շարունակելու համար, սկսենք տեղից։ Շատ հաճելի է, որ դուք տեղյակ եք տեսահոլովակի հիմքում ովքեր են։ Այո, շատ կարևոր է, որ ասում ես մի քիչ ավելի քիչ բան ունեմ պատմելու, բայց պատմենք։ Գաղափարը պետք է ունենայինք երգ, Ավետի հետ սա առաջին համագործակցությունը չի, երկրորդ համագործակցությունը, առաջինը Կարոտելյան էր, հենց առաջին իրենց հեղինակային գործ ու տեսահոլովակով։ Սա ոնց որ կարոտելա, մեկը, ոնց որ ինքը ինչ-որ ձև շարունակություն գնաց է դրա։ Տեսահոլովակի մասին նկարահանման մի փոքր ավելի երևի հետո խոսենք, թող իրենք խոսեն գործից։ Ավելի շատ, խնդրեմ։ Ինչ խոսենք գործից։ Լավ, նախ ասեք ռեժիսոր Սուրեն Նասահակյան մեր լեննագանցի։ Այո։ Դե վերջացավ, դե բանջացեք, շատ թույն տեսալվակ։ Ես դիտել եմ, ճիշտ է, բայց եթե Սուրենը արել։ Սուրենի հետ էլ է երկրորդ համագործակցությունն է, մի հատ էլ նոր տարվա մասին ստեղծագործություն ունենք, տեսահոլովակով ու որ արդեն համագործակցությունը շատ լավ բացվել է ու կշարունակվի։ Դե կարծում, լավ, եկեք դիտենք, հետո քննարկենք, որովհետև մենք դիտել ենք ու շատ են մեր հեռուստաատորներից դիտել, մենք հանգիստ կարող ենք քննարկել եւ հասկանալ ինչու այսպես կամ այնպես, բայց եկեք բոլորով դիտենք, վայելենք, լավ եւս մեկ տարբերակ է արթնանալու, չէ՞ որ մենք նշում ենք բազմիցս երաժշտությունը լավ տարբերակ է արթնանալու, բացի սուրճից, այնպես որ լսենք, պրեմիերա անենք, վերադառնանք ու քննարկենք։ Բարբար Project 1-ը, պրեմիերա մեր եթերում։ Բարբար Project 1-ը տեսարակի պրեմիերա արեցինք, շնորհավորում ենք ձեզ ամբողջ թիմին, բոլոր նրանց, ովքեր որ իրենց ներդրում ունեն, երաժիշտներին, ովքեր որ մեզ հետ չունի տարբերություն ձեզ, իրանք քնած են հիմա։ Եվ խոսենք միանգամից տեսահոլովակից, ինչ հետաքրքիր պատմություններ կհիշեք, այսպես ծաղելի կամ տպավորիչ։ Մենք այսօր հաղորդումը սկսեցինք հենց այն բանով, որ ես էլ ձերպես դժվար կարթնանամ։ Դա բացառություն չէր իրականում։ Քնած ես մնացել։ Քնած եմ մնացել ու մեր շատ սիրելի Ռաֆը եկավ ինձի օգնությամբ, եկավ զանգը տվեց զարթնած րոպեից պետք է նկարահանվես։ Նույնիսկ հեռախոսով անհնար է քեզ քնից անել։ Չգիտեմ ինչ էր ստացվել որ հայ դա անհնար էր եղել ինձի քնից անել որովհետև 5 տեղով զանգել էին, հետո այս վերջինը վերցնելու պահին ուժը զանգնել միաժամանակ համ դռան զանգներ, համ հեռախոսի ու
այդ միահամուռ ուժերով ես Կարևորը արցնացել ես Վահե ջան։ Իսկ ինչ կհիշի Լարան։ Շավարտեցինք էլի նկարահանումները։ Չէ, բայց իրականում ես գնացի, մենք եւս 1.5 ժամ զազոր ունեինք, պետք էր 1.5 ժամում հասցնեինք, այդ 1.5 ժամում հասցրեցինք։ Ինչ կհիշի Լարան։ Ես հետաքրքիր ինչ-որ բան, հիշում եմ, որ գնացինք հենց սկզբում համով բաներ առանք ուտելու, ամենատպավորողը դա էր, որտեղ ես էլ էի շատ շուտ արթնացել, դե գիտեք մեյքափ եւ այլն ու շատ սոված էի։ Հետո այդ ամենաէքստրեմալ պայմաններում իմ աչքն է բորբոքված լինում փաստորեն, ամբողջ ընթացքում սենց փակվում է աչքս, ես մի կերպ եմ դիմանում այդ ամեն ինչին, տենց, էլ ինչ հետաքրքիր բան կա։ Հարց ուղենք Ռաֆայելին, տեսալովակը ավելի ռետրո ոճի մեջ էր, գաղափարը հենց ձերն էր։ Իրականում ամենասկզբում մի փոքր այլ իդեա կար սցենարային, տեսալովակը, սենց ասեմ, մոտարապես 2 օրվա ընթացքում է որոշվել ու նկարահանվել, որովհետև մի միջոցառման հետ կապված պետք է հասցնեինք։ Հիմա ու ոնց որ զանգեցի Սուրենին, ասացի պետք է հասցնենք։ Շատ արագ է ինքը ստացվել, իրականում, չգիտեմ, երևի թե սա էր ճիշտը, որ սենց ստացվեր, բայց իդեաներ կային այլ, հետո որ որոշեցինք այս կարճ ժամանակահատվածում ինչ կարանք էլի գեղեցիկ մի բան ստանանք, տարբերակը գնաց հենց այս սցենարի վրա։ Տենց ժամանակը շատ սուղ է եղել, բայց հասցրել ենք իդեան ռետրո վիճակը, թեկուզ հագուստն էլ ունենալը, էլի շատ արագ է ստացվել, ես մի բան էլ պատմեմ, որ երբ որ իրանք եկան ձայնագրվելու, այսքան երգը գրեթե տեսահոլովակի նկարահանմանը սենց համահունչ է եղել, էլի։ Նախորդ օրն է ձայնագրվել, Մարտինի մոտ Միրզոյան հոսանքն էին տարել ստուդիայում, ես բերել եմ մեր ստուդիա, Մարտինին ասել եմ արի ստեղ շուտ հասցնենք վոկալը, ձայնագրվել է, կադրեր կա, ոնց որ թե բեքստեյջային, երեք էին գցել, ու Լարան հագուստն է փորձում, ու հագուստը փորձելով նաև ձայնագրվում է։ Միտեղ Մարտին Միրզոյանն ակաշում Լարա արի քո հետ մի տեղից ստիլիստն է կանչում, ասես ֆոտոբոբիկ վազելով գնում էի երգում էի, բայց նման բան չգիտեմ, որ ես շատ եմ տրամադրվում, մի 10 անգամ պետքա ձայնագրեմ, որ մտածում ենք լավից լավը կա, չէ։ Այս երգը ձայնագրվել եմ ընդամենը մի դուբլով, մի հատ էլ, որ զուտ ընտրենք դրա մեջից որն է լավը, բայց ասեք ստացվել։ Ասում եմ մի փոքր մեզ գովենք, իրանց մոտ չի ասել Մարտինի կարծիքը, բավականին գովեց իրենց, որ շատ կարճ ժամանակահատվածում ստացան այն ինչ որ ինքը պատկերացնում էր ու Երգող արտիստներ են։ Հենց նույն բեք վոկալների մասով էլ, այսինքն ասած շատ լավ էին պատկերացնում, թե ինչ էր պետք տվյալ հատվածում էլի անել։ Մերսի շատ։ Ցավոք սրտից ես պիտի ասեմ շնորհակալություն եւ ցտեսություն, բայց ես գիտեմ, որ այս գործը, երբ որ դուք ընտրում եք, որոշում եք, որ այո, պետք է սա լինի, կար նաեւ եւս մի գործ, որը որ ձեր աչքի տակ է եւ դիտարկում եք այն գնելու խոսքը երաշտության եւ մի լավ գործի մասին է գնում, որը որ եթե չեմ սխալվում իհարկե, ավելի շատ դուք եք հավանել։ Հա, ախ ինչ շատ եք, ես էլ ինձ թվաց Ռաֆայելն ասել։ Այո, եւս երբ որ պետք է ընտրեինք երաժշտություն, ունենք մի քանի տարբերակ, Գուրոն մեզ առաջարկեց, ու այդ տարբերակները ես լսեցի, որտեղ եւս մեկ տարբերակ կա, որը անսահման գեղեցիկ է, բայց քանի որ մեծամասնություն ընտրեցին սա, մենք արեցինք սա, բայց ես չեմ բացառում, որ ապագայում դա եւս կա։ Դա ձեր հայացքը Ռաֆայելը արդեն հուշում եմ ու խնդրում եմ պետք է անենք, պետք է մերը լինի։ Շնորհակալ ենք շատ, ես հուսով եմ, որ մենք ձեզ կրկին կյուրընկալենք տարբեր նորություններով։ Նույնիսկ ես կուզեմ այնքան գերծանաբեռնված լինեք, որ չունենաք ժամանակ գաք մեր մոտ, արտերկրում լինեք ու գերծանաբեռնված լինեք, որովհետեւ դա ամենամեծ հաջողությունն է յուրաքանչյուր որակյալ թույն մյուզիք տվող բենդի համար։ Շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ ենք ձեզ։ Արտերկրում լինենք, վիզա կուղարկենք, դուք կգաք։ Սառնանի մագնիսը նվեր անպայման կվեք։ Մեր հյուրերն են Բարբար Project-ի վոկալիստներ Վահե Մարգարյանը, Լարա Պրազյանը եւ պրոդյուսեր Ռաֆայել Ավետիսյանը։ Իսկ մենք ընդմիջվենք, որովհետեւ խոսելու ենք ջազից, կրկին երաժշտություն, եթերում մնացեք, շատ հետաքրքիր լինելու։